ժամանակի միջանց կեցաղայ քանդել եմ, որովհետև ահա որ խոնավ էր, ջուրը լցվել էր, այդ խոնավությունը լեզ ներս կուտար, դրմար իրանք քանդել եմ, իսկ տեսնեք այս վիճակն է։ Ինքն ձեր աշխատանքը չէ, ինքը սողանքի վրա է, դու պատճառով ահա որ քանդվել է, փլուզվել է, ու ինքը վերանորոգման ուղղակի ենթակա չէ, անիմաստ վերանորոգել է։ Ընդհանուր դոմինգս 21 քառակուսի է, այս մեսենյակի մեջ եմ, ստեղծությունում, ստեղծապվածքին, ստեղած կպադրաստան, ստեղծապին, ինքը ընդհանուր վտարային երրորդ կարգի վիճակ է, վերանորոգման իրականում ենթակա չէ, որ ինչքան կուզես վերանորոգել, միևնույն է սողանքի պատճառով տունը հետ քիչնի, դեպորմանա, կբացվի ու բացվել է, ես որոշակի չափով իրան փորձել եմ վերանորոգել, եթե նկատեք այդտեղ փոքրիկ վերանորոգման նշումներ կան, այս կանեն են խփել կարդոնները, պատերին ինչ-որ չափով կարողանամ ջեռուցեմ, բայց ընդհանրապես չի օգնել։ Ձմեռը ջերմաստիճանը +5-ից չի բարձրանա, այս վառարանը ամբողջ օրը կվարդիչեի մտում ընդհանրապես չկա տան մեջ, տանը տեղ չկա, որ ես գոնե սովորական վառարան ունեմ, ինքը հրավդանք է շատ, քանի որ եթե տնտես վառարան կարող է դեպարտման է վառարանին, այդ գիտեք քառակուսին այնտեղ տարածքներ, որովհետեւ իրան կարողանաս օգտագործել։ Ընդհանուր վիճակն է, ունավ է, ցուրտ է, հայտարարած վիճակը, իրենք արդեն ապրել ուղղակի չի անի։ Ես արդեն խնդրեմ կուզեմ ներկայացնել փաստաթղթեր, հենց 2019 թվականից ես դիմել եմ կառավարությանը ու կառավարությունը կհայտարարի, որ ինքը գումար չունի մեզ օգնելու համար բացարձակապես, բայց մենք երբ որ տեսնեմ ինչ փաստներ կկազմակերպի կառավարական համակարգը, մանավանդ Փաշինյանը, ինչ 8 միլիոն դոլար ինքը կծախսե, որպեսզի հրավառություն կազմակերպի, թե ինչ ձևով ինքը 16000 դոլար դա ամենը իրավ սիրելի պատգամավոր տակը տարեղական մեքենա կտնե, թե ինչ 7 միլիոն դոլար ինքը տվեց Ջենիֆեր Լոպեսի համերգը կազմակերպեց ու հայտարարեց ինքը 13 միլիոն դոլար շահույթ է ունեցել, ես կուզեմ հասկանամ մենք այդ շահույթի մեջ չտեղավորվանք, որ գոնե մեր նման ֆիզիկական վիճակում գտնվող բնակիչների միջով տոնով իրենք կմնային օգնեն։ Կամ ասենք օրինակի համար 13 միլիարդ եվրո Գերմանիայից օգնություն ստացանք ու արտաքին գործերի նախարարները կհաբարդանար դրով, հարգարժան արտաքին գործերի նախարար, մենք ձեր պլանների մեջ ոչ մի կերպ չմտանք, որ գոնե լավ է 5 հոգում դանիքի կարողանանք օգնել այս մեջ քաոսային վիճակում, այս է պայմանները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը կգտնի, որ սա նորմալ երևույթ է ու մենք իրավունք չունենք ոչ մի ձևի, ոչ մի ծրագրերից օգնվելու, կներկզենք անկեղծ սկսեմ ես իմ պայմաններով, իմ ուժերով փորձել եմ ամեն կերպ դուրս գամ այս իրավիճակից, բայց չկա այդպես նա լավ հետաքրքիր ծրագիր, որ մեր ունեցած սուղ պայմաններով մենք դուրս գանք։ Տները Գյումրիում քանի գնում են, թանգանում են, եթե ասենք 5 տարի առաջ կարել էր 5 միլիոնով գնել տուն, հիմա այդ 5 միլիոն աշխատունը արդեն հետել է 30 միլիոնի լավսորդային թիվը, 10-15 միլիոնից պագած նորմալ տուն Գյումրի քաղաքում գտնել հնարավոր չէ, այսինքն եթե մարդը քաղաքացին Գյումրիում աշխատող ապրող ուզենա իր ուժերով, իրան շատ երկար ժամանակ է պետք, աշխատավարձը զազրելի խայդարակ քիչ է Գյումրի քաղաքում, ասենք 2000 դրամից մինչև 5000 դրամը մոտ մաքսիմում է, մեր մոտ է ցավոք ինչպես Հայաստանի Հանրապետության շատ տեղերում, տարեկան լուրջ սահմանափակում կա 25-35-ը մաքսիմումը, դուրս հետո հավաքարի աշխատանքի ցանկում ոչ մարդ ֆիզիկոց չի առաջարկել, ցավոք սրտի քանի մենք չունենք նորմալ adekvat չեմ ուզա ոչ մեկին վիրավորեմ ղեկավարական համակարգ, իշխանական համակարգ, մենք ունենք այն ինչ ունենք։ Համենայն դեպս ես կխնդրեմ, որպեսզի բարձրաձայն լինի մեզ խնդիրը, ես էլի կփորձեմ իրան բարձրաձայնեմ, ասենք, որովհետև իսկապես ստեղել հնարավոր չէ ապրել։ Կեցությանը ինքը ոչ մի կերպ իրանի չէ։ Ջերմակայուն չէ, կոմունալ ոչ մի հարմարություն չկա, շատ ցուրտ է ու խոնավ, ասենք առողջությունն էլ երիկամ չկա, որ այս վագի աշխատի, աբսուրդային վիճակ է, ես չգիտեմ։ Իսկ հաշվառված եք անօթևանների հերթացուցակի մեջ։ Մենք հաշվառված չենք անօթևանների ցուցակի մեջ, ուղղակի հաշվառված ենք որպես բնակիչ, բայց սովետական միության եւ հետսովետական ժամանակահատվածում այն ժամանակ ովքեր աշխատում էին պետական կառույցում, լարու զավակում ընդհանրապես նոր մանավանդ երկրաշարժից հետո նոր զավակ ունեցող բոլոր ընտանիքներում
հատուկ հրահանգ է, որ անպայման բնակարանով ապահովենք։ Ու այս փոքր գողտրիկ տեղն էլ մեզի տվել էին որպես ժամանակավոր կացարան, մինչև այդ բնակարանը մեզի կհատկացնեն, քանի որ արխիվ չկա, օրես որպես ապացույց եմ ներկայացնում, ես փնտրել եմ, բայց չկա, արխիվը ամբողջությամբ վերացված է, դե պարզ բան է հրահանգներ չկա իր հետ, բայց ես համաձայն չեմ այն լոզունգի հետ, որ 20 պետությունը ոչ մի բան պարտավոր չէ ձեզենել, նախ պետությունը մենք ենք, պետությունը ժողովուրդն է, ազգն է, տարածքն է, սահմանադրությունն է, մի խոսքով այդ ամբողջական հզոր կառուցվածքն է, իսկ գործող իշխանությունը իրավունք չունի պետական բյուջեն ծախսել այնպես ինչ-որ կգտնի հարմար, բայց հեչ բան չեն որ մեզի տնագներից դուրս բերել։ Ասենք պետական բյուջե յուրաքանչյուր նման նախատեսված է բնակիչների խնդիրները լուծելու համար։ Եթե սի խնդիր չի համարվի, ես չգիտեմ խնդիրներից ծեր կհամարվի։ Ես մենակ երևի թե իմ անունից չխոսամ, շատերի անունից խոսամ, որ Հայաստանի Հանրապետությունում կա 7500 բնակիչ, վթարային լիք շենքերի բնակիչ, Էջմսե վարձով ապրող բնակիչներ, էգոիստաբար չան իմել եմ մենակ իմ համար չխոսամ, մենք բոլորս լուրջ խնդրի առաջ ենք կանգնած։ Երբ որ դու կտեսնես, որ երկրի ղեկավարը պետական բյուջեի լումաները ծախսել է սեփական անձնական խնդիրներ լուծելու համար, ծայրահեղ թանկանոց մեքենա կառնի, երբ որ այդ մեքենայի գնով կարել եմ 10 հոգու տնագից հանել, դիք արդեն, չգիտեմ, էլ լացնել չէ, չգիտեմ ինչ ներկենիած հավալի ճիչ կխոսակում է, չես կնա բառերով ներկայացնես, կակ մոզն է, էլի, ինչքան կարել է սուրճ դիմանալ իրանց այդ լկտիությանը ու զավեշտալինենը, որ իրանք ամեն անգամ կհայտարարեն, որ մենք գումար չունենք ձեզ օգնելու։ Գումար չունեցող պետությունը չի կնա 3-ից 9 միլիոն դրամ պարտեոջարներ բաժանը, չի կնա ամեն պատգամավորի տակը 16 հազար դոլարանոց, մեքենա առնի, հերիք չէ իրանք 700,000 դրամ աշխատավարձ ունին, այսինքն պարոն Փաշինյանը որոշեց, որ այդքան գումարը քիչ է մի հոգու համար, բնածած գումարներն է կողքից ավելացնի։ Դե ինչ, հարգարժան այդ, չգիտեմ, առողջապահության նախարարն էր, կրթության նախարարն էր, հելավ ելույթ ունեցավ, թե մենք արժանի չէինք այս պարգևավճարին, ես կուզեմ հասցնեմ, ես արժանի չեմ դուրս գալու այս շամ բնանոցից, որտեղ ինչքան գիտեմ, ես էլ եմ այս երկրի ներկայացուցիչ, ես էլ եմ այս հայ ազգի ներկայացուցիչ, ինձ թվա սահմանադրության առաջ մենք բոլորս հավասար իրավունքներ ունենք, ինձ թվա թե ընձել կհասնի պետական բյուջեի այդ փոքրիկ ճղճրեմ գումարը, որը դուք ամեն 2 ամիսը մեկ կստանաք ու ով էլ չեք ենը, մի հատ կրգնապատի կտկան պատվիրավճար ստացակ, գիտեմ, խոսքերս, ես էլ չգիտեմ ինչ ձևով խոսամ իսեմ, երևի թե մնացած խոսքերն ավելնորդ են։ Մի խոսքով, բացի դուրից կավրինք մեկ հոգը սվեսնա քոտեջային այս տունը նախատեսված է եղել ընտանիքի համար, բայց եգրաշարժը բաժանել են երկու ընտանիքների, ընդհանրապես ձայնամեկուսացում չկա, ոչ ես մարդիկ կյանք ունի, ոչ ես կյանք ունի, մենք ըստ մյուսի ընդհանրապես խանգար ենք, մեջը բաժանող երկու հատ TVP թղթակտոր է, որը խանգարել է համեն կյանքին, համյանց կյանքին։ Այդ հոգի գանից խանգարվավ, իրանք շատ են ընտանիքով, ժխորոդ են, մի խոսքով քոնու տատարի չկերել գումարած այս խնդիրին։ Ինչևից է, ես դիմեմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ես դիմեմ բոլոր բարերարներին, ես շատ կխնդրեմ, որպեսզի ով կարող է արձագանքել այս խնդրին, գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության մեջ մարդիկ կան, էլի իմ նման վատ վիճակի մեջ են, ամեն ինչ հասկանամ կմտնի բոլորի դրության մեջ, բայց ամեն մարդ կփորձի իր խնդիրը լուծել։ Ես շատ մեծ սրտով կուզենայի օգտակար լինել բոլորին, ինչով կարողանայի ես ինքս ձեզի հասնել օգնել, բայց ես ինքս խնդրի առաջ եմ կանգնած։ Ես որոշ մեծահարուստների էլ եմ խնդրել եմ, ասել եմ, ինչ կան տունը առեք, ես քիչ գումար աշխատեմ, ձեր գումարը վերադարձնեմ, նվեր մի տվեք ընձել, չմտածեք գել եմ խնդրելու, չհամաձայնվան մարդիկ, հետո էլ բաներեցին, թե դուք գնացեք աշխատեք, ձեր ուժերով ստեղծեք։ Մեր ուժերով մենք աշխատենք հազիվ կվաստակենք, 2-3000 դրամը գումար շոր մարդը կրնում այդ գումարով տուն ստեղծե։ Դիմել եմ բանկին, բանկային համակարգը շատ ծանր է, մարդիկ քեզնից 500,000 դրամի ամենամսվա եկամուտ կուզեն ընտանեկան բյուջեի, որ կարողանան քեզի տուն հատկացնել, տուն տան, վարկով թեկուզ այդ տունը դու վարկով տնես, բայց դե մենք այդքան աշխատավարձ չունենք, էլի, որ ես այդքան հազիված կաշխատենք մեր գոյությունը կպաշտպանենք։ Մնացած տարբերակը համահայկական հիմնադրամին էլ եմ դիմել, մենք աշխատենք մենակ ծրագրով, ծրագրից դուրս հեչ բան չենք կարող անել, անձամբ ինքս գնաց է հասել եմ մինչև իրանց օֆիս,
դինել եմ, պատասխանը այդպեսին է եղել։ Բացի անգամ եթե կան տներ, որոնք շատ վթարային են, որովհետև գիտեմ, որ համայնքական հիմնադրամը իմ նման ծայրահեղ ընտանիքներին այս նախանցած տարի էլի տներ է հատկացրել, իսկպես թե մարդկանց, ովքեր նույնիսկ ասենք հերթագրված չեն եղել որպես անօթևան, որովհետև իրանց տները այսօր խայտարակ վիճակի մեջ եղել, բայց էլի հերթական անգամ սպասեք, ուշադիր եղեք, ծրագիր եղավ, անպայման փորձեք ընդգրկվել, որպեսզի մենք կարողանանք ձեր եղնենք օգտակար։ Դե ինչ արգարժան տիկնակ եւ պարոնայք, խնդրեմ գա ձեր բոլորի օգնությունը, եթե կարող եք, ես հանդրով ինձի ինքնամ, չգիտեմ, ես իմ ուժերով էլ ի վիճակի չեմ, հնարավոր չէ, տները տարեստարի կթան գնան, փագովի տարբերակով ոչ մի քաղաքացի ու ոչ մի գյուղացի համաձայն չէ տալու, բացարձակապես հմել աշխատավարձերը շատ ծանր են, ձեր աշխատանքի շատ չեն ընդունել տարիքային ժամանակահատման պատճառով, ես որոշակի փոքր գործեր անելով իմ գոյությունս կպաշտպանեմ, այդ իմ հնգվա ուժերով ինչ որ բան անելը